Ողջունում եմ բոլորին, ողջույն իմ շատ սիրելի հետևորդ, ինչպես եք թանկագիններս։ Դուք իմ ալիքում եք, Իրայի ալիքում եք, դա նշանակում է, որ այսօր համեղ թխվածքաբլիթներ եք պատրաստելու։ Շատ համեղ, կարելի է ասել նույնիսկ օգտակար, որովհետև այստեղ վնասակար ոչինչ չկա, բացի շաքարավազը, որ դեռ չեմ հանել, մոռացել եմ շաքարավազը։ Ինչևից է, սկսում ենք, սիրելիներ, շնորհակալ եմ, որ միացել եք իմ ալիքին, ովքեր որ գրում են մեկնաբանություններ, գեղեցիկ խոսքեր, շատ շնորհակալ եմ, ես հասցնում եմ, կարդում եմ, եթե չեմ էլ հասցնում պատասխանել, ներող եղեք, ինձանից չնեղանաք, բայց կարևորը որ կարողանում եմ կարդամ։ Ուրեմն, այստեղ ունենք 140 գրամ նուշի ալյուր ստանալու համար ընդամենը պետք է նուշը կեղևազրկեք ու իրեն լավ աղեք ու ստացվելու է, բայց խանութներում վաճառում են, որ ավելի հեշտ է, գործներ հեշտացնելու համար։ Մի անգամից ավելացնում եմ ամանին, ունեմ 100 գրամ կոկոսի քերուկ, շատ համեղ թխվածքաբլիթներ են, իդեպ խորհուրդ եմ տալիս անպայման պատրաստեք, որ դուք էլ համոզվեք, որքան համեղ է։ Այս ամենին ես կավելացնեմ 1 թեյ գթալ խրեցուցիչ, էլի մի լավ կխառնեմ, 2, 3, 4 ճաշի գթալ շաքարավազ, սա էլ այսպես մի լավ խառնում ենք, ունեմ 2 ձու, ամբողջական ձու եմ, և ունեմ 100 գրամ թթվասեր։ Կարող եք մածուն էլ օգտագործել, բայց պետք է լավ յուղոտ, լավ տենց մածուն լինի, աշխատեք յուղոտ լինի, որպեսզի լավ ստացի։ Իդեպ թանձրությունը այս խմորի կախված է լինելու ալյուրի որակից, որովհետև քանի որ ալյուրը սովորական ալյուր չէ, այլ նուշի ալյուր է, հնարավոր է, որ մեկի մոտ մի քիչ պինդ, մի քիչ շատ թթվասեր պահանջվի, այնպես որ զգուշ կլինեք։ Կարող է 1 ճաշի գթալ, օրինակ ավել օգտագործեք, մի խոսքով, դուք հիմա ես տեսնեմ, օրինակ իմ մոտ էլ պետք է հասկանամ, որքան է անհրաժեշտ լինելու։ Նախ չենք շտապում, հերթով սիրուն, այնպես ենք անում, որպեսզի լավ լուծվի։ Հետո նոր կհասկանանք արդեն, անհրաժեշտ կլինի, թե ոչ։ Այսպես, տեսեք, իմ կարծիքով ոչ էլ անհրաժեշտ է լինելու ավելորդ ինչ-որ բանի, որովհետև շատ լավ է, հենց ընկղմվում է ու լուծվում է։ Ընկեր, այսպես։ Ինքան փափուկ է, բայց եկին շատ չի կպնում, մի փոքրիկ այսպես ձեթ եմ անում, մեծ ստացվեց, ու այսպես գնդերով դնում եմ, հետո արդեն ցույց կտամ ինչ ենք անում, այսպես նուրբ գնդեր ենք անելու։ Վերջ, պատրաստ են, բայց դեռ չենք վերջացրել, հիմա մի թեթև այսպես ուղղեմ, փաթիլներ ենք վերցնում նուշի ու զարդարում ենք, զարդարելի նկատի ունեմ, այսպես իր վրա դնում ենք, մի քանի հատ այսպես սիրուն դնում ենք, այս ճաշակի է, կարող եք շոկոլադե հատիկները դնեք, բայց քանի որ նուշի ալյուրով են պատրաստված կոկոսով, շատ համեղ է այսպես, կարող եք ամբողջական նուշի հատիկ դնել, այդպես էլ կարող եք, այդպես էլ է շատ սիրուն։ Այսպիսի տեսք պետք է ունենա սիրելիներ, ուղարկում ենք ջեռոց, 170 աստիճանում ենք թխելու, մոտավորապես 30 րոպե տևելու է, վերև ներքևը միացված ու մեջտեղի հատվածում ենք էփելու։ Եթե օդափոխիչով է ձեր ջեռոցը, զգուշ կլինեք, որովհետև օդափոխիչով հիմնականում 10 աստիճան կարծես բարձր լինի, մի քիչ ավելի հեշտ է տարածվում էներգիան ու ջերմությունը, զգուշ կլինեք, որպեսզի չվառվի։ Թխվածքաբլիթներս պատրաստ են, ինքան նուրբ են, դեռ շատ տաք է, հիմա ես կտեղափոխեմ ամանի մեջ, հետո մի փոքրիկ շաքարի փոշի ենք անելու,
եւ վայելելու ենք այս ոսկեգույն խվածքաբլիթները, որոնք ունեն նուշի եւ կոկոսի նուրբ գեղեցիկ համերը։ Այս հրաշքներին փոքրիկ ձյուն ենք ուղարկում, որպեսզի ավելի ներբանան։ Իսկ ոնց է բուրում չեք պատկերացնի, սիրելիներ, ես այսօր երկու տեսակի շատ նուրբ ու համեղ խվածքաբլիթներ պատրաստեցի, երկուսն էլ հենց ձեր համար եմ պատրաստել, որպեսզի դուք էլ օգտվեք այս բաղադրատոմսերից։ Հիմա ես սա կփորձեմ, կասեմ համը ինչպիսին է, ես գժվում եմ այս տեսակի խվածքաբլիթների համար, որոնք տարբերվում են, յուրահատուկ են, նուրբ են, յուրահատուկ համ ու հոտ ունեն, այնպես որ դուք էլ պատրաստեք, անուշարեք ձեր ընտանիքի անդամների հետ, բայց ամենաշատը ընկերուհիների հետ, սա դրա համար է, այնպես որ սիրելիներս վայելեք, կտեսնենք հաջորդ տեսանյութին։ Ուրիշ դրախտային համ ունի հրաշքերում։